Ըստ խնդրի գրատախտակին գրված են 1-ից մինչև 10 բնական թվերը։ Եկեք նախ դրանք գրենք։ Ունենք այստեղ 1, 2, 3, 4, 5, 6 եւ այսպես շարունակ մինչև 10 բնական թվերը։ Ամեն քայլի մենք վերցնում ենք 4 բնական թիվ, որոնց մի մասը մեծացնում ենք 3 անգամ, մյուսը մասը փոքրացնում ենք 2-ով։ Այսինքն 4 թիվ թող լինի եւ այդ թվերը թող լինեն A-ն, B-ն, C-ն ու D-ն, ու մի մասը 3 անգամ մեծացնում ենք, մյուս մասը փոքրացնում ենք 2-ով։ Ու էական չէ, թե քանիսն ենք 3 անգամ մեծացնում ու քանիսն ենք փոքրացնում 2-ով։ Կարող ենք օրինակ առաջինը 3 անգամ մեծացնել ու մնացածը փոքրացնել 2-ով։ Ահա, կամ կարող ենք բոլորն էլ 3 անգամ մեծացնել։ Հենց այդպես նույնպես կարող է լինել։ Շատ լավ, այսինքն տարբեր իրավիճակներ կան։ Պահանջվում է գտնել հնարավոր է արդյոք որոշակի քայլերից հետո գրատախտակին գրված բոլոր թվերը լինեն նույնը։ Դե իրականում, եթե նկատում ենք, որ ոչ մի հստակություն չկա մեր գործողությունների մեջ, ինչ ցանկանանք կարող ենք անել, միգուցե ինչ-որ բան անընդհատ խախտվում է։ Կարող եք փորձել ինչ-որ օրինակ գտնել, այսինքն մի քանի անգամ գոնե պետք է քայլ անել, վերցնել ինչ-որ 4 թվեր ու փորձել իրար հետ ինչ-որ ձև հավասարեցնել։ Բայց այդ բոլոր գործողությունների արդյունքում դուք կնկատեք հետևյալ հետաքրքիր փաստը, որ եթե մենք ունենք կենտ թիվ, նկատենք, որ եթե մեր կենտ թիվը բազմապատկենք 3-ով, մենք կստանանք կենտ։ Եթե մեր կենտ թվից մենք հանենք 2, մենք կրկին կստանանք կենտ թիվ։ Եթե զույգ թիվը բազմապատկենք 3-ով, կրկին կստանանք զույգ թիվ։ Եթե զույգ թվից հանենք 2, մենք կրկին կունենանք զույգ թիվ։ Շատ լավ, նկատենք, որ այս գործողություններից որն էլ մենք անենք կենտի ու զույգի հետ, նրանց զույգությունը չի փոխվի։ Ինչը նշանակում է, եթե որոշակի քայլերից հետո գրատախտակին գրված բոլոր թվերը նույնն են, ունեն նույն զույգություն, այսինքն բոլորը կամ զույգ են, կամ կենտ են, բայց թվերից ոչ մեկի զույգությունը երբեք չի փոխի քայլի ընթացքում, հետևաբար իրար էլ հավասար լինել չեն կարող։ Դա պետք է բառերով այստեղ պատկերել։ Եթե բոլորը վերջում հավասար լինեն, ապա պետք է ունենան նույն զույգությունը։ Կամ ուղղակի նշենք կունենան նույն զույգությունը։ Բայց թվերից ոչ մեկ չի փոխում իր զույգությունը։ Ահա։ Ուստի հնարավոր չէ։ Շատ լավ, այսինքն պատասխանը տվյալ խնդրի համար մեզ մոտ կլինի ոչ հնարավոր չէ։ Եվ մենք հստակ պատճառ ներկայացրինք, թե ինչու։ Եկեք ամփոփենք խնդրի լուծումը։ Դե թվերը գրել եւ ինչ-որ օրինակներ փորձել հաստատ պետք էր, որպեսզի իրավիճակը պատկերացնենք։ Հետո ամեն քայլից հետո, երբ մենք դիտարկում էինք թիվը, նախ նկատեցինք, որ մեր քայլը կոնկրետ նշված չէ, թե քանի թվի հետ ենք մենք կատարում։ Այսինքն 4 թիվ իհարկե վերցնում ենք, բայց մենք չգիտենք դրանցից որոնք ենք բազմապատկում 3-ով եւ որոնցից ենք հանում 2։ Այսինքն դա նույնպես ինչ-որ կասկածի տեղի կարող է տալ, կոնկրետ որ ինչ-որ բան այստեղ խախտվում է, ինչքան էլ վերցնենք, որոնք էլ 3-ով բազմապատկենք, որոնցից էլ հանենք 2, ինչ-որ բան անընդհատ չի բավարարելու մեզ։ Ու դա կգա արդեն նրան, որ մենք կփորձենք դիտարկել կենտ ու զույգ թվերը ինչպես են իրենց պահում գործողությունների արդյունքում։ Նախ եթե դուք ինքնուրույն օրինակներ փորձեք, կնկատեիք արդեն, որ 2-ը միշտ զույգ է մնալու 3-ից, ինչ էլ անենք 3-ով բազմապատկենք, թե հանենք 3, իրական որ հանենք 3 մեզ մոտ այստեղ կմնա 0, սակայն դրանից հետո մենք արդեն նրանից 2 հանել չէինք կարող, դրա համար այդպիսի իրավիճակ նույնպես կներեք, 3-ից եթե մենք հանենք 2, այն կմնա մեզ մոտ կենտ,
Իսկ եթե 3-ով ենք մենք բազմապատկում, այն կրկին կենտ կմնա, այսինքն կենտ թվերը մնում են կենտ, զույգ թվերը մնում են զույգ, իսկ եթե բոլորը հավասար են իրար, նշանակում է վերջում բոլորը պետք է լինեն կամ կենտ կամ զույգ, ինչը արդեն հակասում է, այդ երկու պայմանները միաժամանակ լինել չեն կարող, ուստի այս խնդրի համար պատասխանն է ոչ, ու այսքանով լուծումը ամբողջությամբ կարող ենք ավարտել։